Գառնիկ Դավթյան։ Ձեր 2021 թվականի արտաքին քաղաքականության բաժնում կան ձևակերպումներ, օրինակ, սահմանակից երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատում, սահմանակից երկրների հարաբերությունների խորացում կամ կարգավորում։ Իսկ 2026-31 թվականների նույն բաժնում կան նույնպես ձևակերպումներ, մասնավորապես կառավարությունը վարելու է հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականություն, որը ցույց է տվել իր արդյունավետությունը, թույլ տալով կայուն ասել Հայաստանի Հանրապետության արտաքին միջավայրը։ Որպես ձևակերպում անկեղծ շատ գրավիչ է, նաեւ տեղ-տեղ հուզիչ է։ Բայց կան այստեղ խնդրահարույց հարցեր, մասնավորապես Civilnet Check պորտալի 2025 թվականի հոկտեմբերի տվյալներով Հայաստանի սուվերեն տարածքում կան մոտ 750 ադրբեջանական մարտական դիրքեր, այդ նույն հրապարակման համապատասխան 241.4 քառակուսի կիլոմետր փաստացի օկուպացիայի տակ գտնվող Հայաստանի սուվերեն տարածք, որի արդյունքում Վարդենիսի եւ Սյունիքի մարզի անմշակ հողերը մշակովի հողերը դարձել են անմշակ, ել չասեմ անասնապահական ոլորտը ինչքան է դուժել այդ համայնքներում։ Ձեր հարցի պատասխանը նախորդ կանխորոշեմ, ասեմ, որ մեր խմբակցության ղեկավար պարոն Արայք Կարապետյանի կողմից հնչեց հարց 24 թվականի մասով կա դադար սահմանազատման եւ երբ են ադրբեջանցիները հետ տալու մեր հողերը եւ երկրորդ մասով ասեմ, որ գիտեմ նաեւ ասելու եք, որ սահմանում զոհեր չունենք, բայց այստեղ նույնպես հակադարձեմ ձեզ ասելով, որ ինքնասպանության թվերն են աճել բանակում։ Հետևաբար հարց առաջին երբ են ադրբեջանցիները մեր հողերը հետ տալու եւ երկրորդ դուք ձեր արդյունավետությունը միայն կորուստներով եք գնահատում։ Շնորհակալ եմ հարցի համար, նախ ուզում եմ ասել, որ հազարավոր հեկտարներով հողեր, որոնք նախկինում պատերազմական իրավիճակի բերումով չէին մշակվում, այսօր այդ հողերի մշակման վերաբերյալ ոչ մի խոչընդոտ չկա։ Եվ ձեր ասած պորտալում ենթադրում եմ այդ տվյալները չկան։ Երկրորդը, մենք ասել ենք եւ ասում ենք, չի կարելի իրականությանը նայել միակողմանի, որովհետև դիրքեր կան եւ մեր տարածքում դիրքեր կան եւ մեր տարածքից դուրս եւ խնդիրներ կան սահմանազատման գործընթացում այդ խնդիրները պետքա լուծվեն ընդ որում տարածաշրջանային կապուղիների բացման համատեքստում առաջինը կապուղիների անցման հատվածների սահմանազատման եւ սահմանագծման հարցը պետքա լուծվի Եվ շատ կարևոր է արձանագրել, որ դե յուրե այդ խնդիրը լուծված է։ Այդ խնդիրը լուծված է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգով, որը ազգային ժողովի կողմից վավերացված է։ Եվ մենք էլի պետք է առերեսվենք այս խնդիրներին եւ քայլ-քայլ գնանք լուծել։ Այսինքն այդ տարածքների խնդիրը կա բայց այդ տարածքների խնդրի լուծման իրավական բանաձևը ընդունված է, արձանագրված է եւ ավելորդ նյարդայնանալու կարիք այդ թեմայով չկա, որովհետեւ կանոնակարգված գործընթաց է, որը գնալու է առաջ եւ ինչպես գիտեք կան բարդ տեղեր, բարդ հատվածներ, որտեղ լրացուցիչ աշխատանք է պետք, որպեսզի մենք մարդկանց համար լրացուցիչ դիսկոմֆորտներ չստեղծենք եւ մարդկանց բնականոն կյանքը ոչ միայն չդժվարացնենք, այլև հարմարավետ դարձնենք։ Իմիջայլոց ճիշտ լավ հիշեցրեցիք, որովհետեւ ժամանակ չեղավ որ պատասխանեմ։ Սահմանազատման գործընթացը այսօր էլ շարունակվում է, որովհետեւ սահմանազատման հանձնաժողովները հաղորդագրություններ եղել են, բազային փաստաթղթեր են ընդունում աշխատանքային կարգով եւ առաջիկայում էլ կանոնակարգեր, ինչպես պետք է այդ ամեն ինչը լինի, առաջիկայում էլ այդ աշխատանքը շարունակվելու է։ Շատ կարեւոր է, որ սահմանազատումը դառնա մաքսիմալ կանխատեսելի, որպեսզի մենք անորոշություններից հնարավորինս խուսափենք։ Եվ սահմանազատման արդյունքում այդ բոլոր խնդիրները կլուծվեն։ Երբ է սահմանազատման շուրջ աշխատանքը անընդհատ է, քանի դեռ այն չի ավարտվել։ Արձագանք Վարդենեսիները, որ ձեր այս ելույթը լսեին, կասեին կամ Նիկոլ Փաշինյանը սահմաններում չի եղել, կամ ընդհանրապես իրականությունից կտրված է։
Ես ապրիլ-մայիս ամիսներին եղել եմ Վարդենիս համայնքում, առհասարակ Գեղարքունիքի մարզում, ու կարամ փաստեմ, որ տեղի գյուղացիները մեծ դժգոհություն ունեն կոնկրետ վայելահողերի եւ անասուններին արածացնելու մասով գյուղատնտեսական զարգացման ուղղությունը լուրջ վնասներ է կրել հենց Վարդենիս համայնքում, մնացած մասով չեմ էլ ուզում խորանալ։ Երկրորդ դրվագը գիտեք, շատ զարմանալի է, որ դուք պարբերաբար հայելային համատություն եք կրում, տրամաբանական է, որ նույն դիրքերի քանակով նաև հայկական դիրքեր են լինելու։ Հարցը այստեղ կայանում է նրանում, որ դուք 2 տարի իրականացնում եք սահմանազատում սահմանագծում ու փաստացի այսօր կան Հայաստանի օկուպացված սուվերեն տարածքներ։ Չկա հստակ օրակարգ, թե երբ են դրանք դեօկուպացվելու։ Վարդենիսցիները ինձ նոր պետք է չլսեն, վարդենիսցիները ինձ լսել են, բազմիցս են լսել եւ լսածի վերաբերյալ արտահայտել են իրենց վերաբերմունքը ընտրությունների ընթացքում։ Այսինքն իմ ասածի մեջ, եթե ձեզ համար կան մեծ նորություններ, վարդենիսցիների համար չկան նորություններ եւ վարդենիսցիների պրոբլեմներն էլ մեզ համար նորություն չեն եւ վարդենիսցիները գոհ են եւ շնորհակալ են, որ իրենց տներում կրակոտ չի լսվում եւ իրենց տների ուղությամբ չեն կրակում, չի նշանակում, որ իրենք համարում են, որ այլ հարց չկա, որը պետքա լուծվի։ Այդ թվում այո, ձեր նշած հարցերը պետքա լուծվի, արուտավայրերին հասանելիություն եւ այլն եւ այսպես շարունակ։ Բայց ելի եմ ասում, այսօր որևէ նախրապան մտավախություն չունի, թե երբ որ ինքը նախիրը արարածացնում կամ հոտը արարածացնում, իր վրա կարող են կրակել։ Այդ ամենակարևոր բանն է։ Ես նկատի ունեի, որ շատ տարածքներ կան, որ նախկինում հնարավոր չի եղել գյուղատնտեսական մշակման ենթարկել, հիմա այդ հնարավորությունները բացված են 2025 թվականից։ Արթուր Հովհաննիսյան։ Մեծարգո վարչապետ, 2018